Բարև ձեզ, ինչի կանգնացրիք մեքենան։ Մենք այսօր հյուր ենք գեղանկարիչ Լևոն Հովհաննիսյանի մոտ։ Ես չգիտեմ ոնց հայտնվել եմ իր մեքենայի մեջ, հուսամ ինքը չի իմանա։ Էլեն ջան, բարի օր։ Դեմ չեք, չէ։ Չէ, լավ է, շատ լավ է։ Օ բլա։ Ոնց սկսեց ձեր օրը։ Լավ եք արթնացել։ Լավ է, ոչ լավ է։ Լավ է, Էլեն ջան։ Դե եկեք գնանք։ Էս բարձրացնենք գնանք, լավ։ Չմիացնեմ։ Չէ, մի միացրեք, եկեք սենց բարձ։ Ես ինչ գունավոր տունն եք։ Հեսա ես սուրճ կպատրաստեմ։ Ես էլ կարամ ձեզ օգնեմ սուրճ պատրաստենք։ Ավելի լավ։ Որտեղ եք ծնվել։ Ես ծնվել եմ քաղաք Քամայր Երևանում։ Հա։ 1949 թվին։ Որ դպրոցն եք գնացել, ինչ կհիշեք ձեր մանկությունից։ Ուրեմն առաջի դասարանը դպրոց ընդունվել եմ Համար 53 թվի դպրոցում։ Եկանք բարեկամության փողոցի վրա։ Բարեկամության վրայի դպրոցը ուրեմն նշվել եմ այնտեղ երրորդ նորեն եւ որից հետո մինչեւ 8-ամյա սովորել եւ ավարտել եմ դպրոցը ավարտելուց հետո ես ուզեցի ընդունվեմ մեր Երևանի Թելեմեջանի անվան գեղարվեստի ուսումնարան, որը որ առ այսօր ամենալավ ուսումնարանն է։ Որ բաժին։ Գեղանկարչական բաժին, Էլեն ջան, ընդունվել եմ 3-5-երով մասնագիտականը, որ կա ամենակարևոր մասնագիտականը։ Մոտավոր 75 ընդունվողներ էին, աշակերտները ընդունվողներ էին։ Այդ 75-ի մեջ 3-5-ով մենակ ես էի։ Համ ես զարմաց, համ ես շատ-շատերը։ Մենակ ես 3-5-ով։ Ուզեցի գերազանց կերպով ընդունվեցի Փանոս Թելեմեջանի անվան ուսումնարանը։ Ու սկսեցինք ուսանել։ Ու որից հետո, Էլեն ջան, ինստիտուտից հետո նամանավանդ, սկսեցի, ասենք, խորապես, արդեն լրջորեն նվիրվել իմ արվեստին, այո, կյանքիս նպատակը դա է եղել։ Մեկ էլ մի բան պիտի շեշտեմ, փակագծերի մեջ, թող անհամեստություն չլինի, ես ուզեցել եմ այդ տարիներին, իմ պատանեկա եւ երիտասարդական տարիներ մեծ նկարիչ դառնամ։ Այդ ինձ ձգտում եմ ունեցել։ Մեծ նկարիչ, հիմա ինչքան որ դառել եմ, չգիտեմ, շատ արել եմ բնանկարներ, նատյուրմորտներ, ունեցել եմ տարբեր էտապներ, եղել է 4-5 տարի արել եմ շատ ուժեղ աբստրակցիաներ։ Հետո եկավ պահ, իմ մեջ շատ բաներ կատարվեց, հոգեպես, մտապես, գաղափարական եւ այլն, հասկացողական, որ հասկացա իսկական արվեստը դա դասական արվեստն է։ Մինայի ես այս մի քիչ կոպիտ ասած աբստրակցիոնիստ էի դարել։
Աբստրակցիան էլ արվեստ է, բայց ավելի մնայուն եւ հաստատուն արվեստը եւ արժեքավոր, ամենաարժեքավոր արվեստը տեսակը դա ռեալիստական արվեստն է։ Ռեալիստական։ Տիցիան, Միքելանջելո, Ռաֆայել, Լեոնարդո դա Վինչի, Ջոտո եւ այլն հազար անուն կա։ Եվ ասենք խոսքի օրինակ ներկայումս ռեալ նկարչությամբ ստեղծել արվեստի գործ ամեն ժամանակներում էլ դժվար է եղել, որը որ դժվար է։ Աբստրակցիան էլ ունի խոսքի օրինակ իր դժվարությունները անպայման ունի, բայց ռեալիստական արվեստի գործ ստեղծելը շատ դժվար է։ Իսկ ինչի։ Որ նկարես ու դառնա իրոք արվեստի գործ։ Կարողանաս գործը համատել Տիցիանի կամ Տինտորետոյի հետ, կամ Լեոնարդոյի հետ։ Խոսքերս թող տենց արտարոց չերևա։ Այսինքն նպատակային նկարիչը իր առջև մեծ խնդիր է դնում։ Եթե լուրջ է, նվիրյալ է իր արվեստին, ինք ուզում է համաշխարհային մակարդակի գործեր ստեղծի։ Հիմա իմ արածը ես շատ գիտեմ ինչ մակարդակի է եւ այլն, բայց ձգտումներս ասեցի, ձգտումներիս աստիճանը եւ համեմատությունը։ Մենք երբ որ նկարում ենք, հիշում ենք մի 100 նկարիչ նկարելու ժամանակ։ 100 չէ, բայց եւ այլն, ասենք 3, 4, 1, 2 եւ այլն, այդ ժամանակ։ Պարոն Հովհաննիսյան, եկեք մի քիչ խոսենք Շարլ Ազնավուրի մասին։ Ես գիտեմ, որ համ շատ եք սիրում, համ էլ իր հետ կապված պատմություն կա։ Այո։ Էս ինչը։ Այո, Ազնավուրը 2015 թիվներ, ինքը Երևանում էր, ուրեմն 3 օր վրա երազներ տեսա, իրան տեսա, ու տեսա, որ նկար եմ նվիրում իրան, Ազնավուրին, ու բանը, գնացի էդ 3-րդ օրը հյուրանոց, Երևան հյուրանոցը, վերջը, ու այնտեղ հանդիպեցի իրեն, մոտեցա զգուշորեն, շատ, այո, սևեռուն աչքերին նայելով, հեռվից մոտեցա, ինքն էլ ինձ էր նայում, եւ այլն։ Մոտեցա, ողջունեցի ու ասեցի, որ նկար եմ բերել, ուզում եմ նվիրեմ ձեզ, բան, շատ լավ է, բան, ապա ցույց տուր, նկարը փաթաթված էր բանով, թղթով։ Ինչ նկար։ Բնանկար էր, Մասիս Արարատ Սարի նկարն էր, որը որ արել է աշնանը Արտաշատի մոտակայքի։ Իսկ ոնց որոշեցիք, որ հենց այդ նկարը նվիրեք։ Հենց այդ նկարը, դե Մասիս Սար։ Հասկացա, հա։ Փառք ու պարծանքն է։ Ինքը վերցրեց իր հետ։ Վերցրեց շատ ուրախությամբ, այնտեղ այո շրջապատողները մի 10 հոգի մոտավոր մարդիկ կային, հիմնական կանայք էին։ Իհարկե վերցրեց այնտեղ եւ այլն։ Ու ես այդ վիճակից հետո, նվիրատվությունից հետո ուզեցի մի երկու բան ասեմ, ինչ այ հիմա կասեմ։ Մի 20-25 տարի առաջ, մոտավոր եմ ասում, երազ տեսա, ինքը իմ մեջ խոսում է, Ազնավուրը իմ մեջ խոսում է, շատ ռեալ երազ էր, շատ հստակ, շատ բաներ ասեց, ոչ մի բան չեմ հիշել, առավոտյան որ զարթնել եմ կամ այդ պահին, մենակ հիշում եմ մի բանը, շեշտադրումը, ինչ ասեց երազիս, ասեց ամբողջ կյանքում իրա երազներին, ասեց քեզ եմ տեսել, լսում ես, Էլեն ջան, ու վերջը զարթնել եմ, թե առավոտյան երբ որ զարթնել եմ,
ու սկսեցի մտաբերել, բան, սա գլուխս տակնու վրա էր եղել։ Փիքին չէր ազել։ Ինչի պետք է ինձ շենա, իր երազների մեջ, վերջը, ապշելու բան, հա, երկել եմ իր երկերը եւ այլն։ Ու դա է ուզում ասեի, չստացվեց։ Ես սկսեցի խոսալ, մեկ էլ իր ուղեկցողը որ կա, վերջը, բա պարոն Ազնավուր պիտի գնանք, մեզ սպասում են։ Ազնավուրը շուռ եկավ ինձի, բա պիտի երթանք։ Ու ես մնացի շիվար, հասկացա՞ք, չկարողացա այդ երազը ասեի, բայց ինչքան լավ կլներ, որ ասեի, հասկացա՞ք։ Հասկացա։ Պարոն Հովհաննիսյան, հիմա նկարում եք։ Ներկայումս անշուշտ նկարում եմ, նայած որ ինչ կանեմ, բայց հա։ Հա, հասկանում եմ։ Անում եմ հիմնական ուրեմն աշխատում եմ կոմպոզիցիաների վրա, կոմպոզիցիաներ, որը որ այսօր 1-2 բան ցույց կտամ։ Պարոն Լևոն, ես ձեզ հաճախ տեսել եմ տարբեր փաբերում, որտեղ դուք նստում եք, նայում եք մարդկանց ու նկարում եք։ Դա ձեր սիրելի հոբին է, թե ինչի համար եք անում այդ։ Դա նախ ոչ թե հոբի, մտնում եմ աշխարհ, կյանք։ Սիրուն նստած մարդիկ, ասենք սրճարանա, հյուրանոցա եւ այլն, ուտում խաղում են, չէ՞։ Հա։ Ինձ էլ եք նկարել։ Ես հերվում, առանց ասելու, իմ համար սկսում նկարել։ Ու վերջում շատ լավ բան է լինում։ Հետո տալիս եք այդ նկարը, թե ձեզ եք այո, ես տալիս եմ նկարը վերջում։ Հա։ Ու տարբեր ձևերով է դա լինում եւ այլն։ Երբ որ ընթացքում իրանք տեսնում են, որ ինչ որ մեկը նկարում է իրան, շատ մարդիկ 90%-ը շատ ուրախացել են։ Հա։ Շատ ուրախացել են ու վերջում բանը սիրուն ցույց են տալի, բան ցույց են տվել ու բանը տվել եմ իրենց, իրանք էլ մի քիչ գումար ինձ են տվել։ Այո, այդպես։ Հասկացա։ Այո, ու բանը դա ոչ թե գումարը, ոչ առաջին հերթին ես երբ որ նկարում եմ որպես նկարիչ, որպես ուզում եմ ամեն նկարը արվեստի հոտ կա։ Հասկացա՞ք։ Հայրիկիս դիմանկարն է, որ իրանից հետո նկարեցի իր հիշատակի համար, սուրբ հիշատակի համար, ջանս, սա բնանկարներից է իմ, այս գործը շատ հավանում եմ։ Ես էլ։ Եվ այստեղ կա մի շատ հետաքրքիր դրվագ, մոտիկարի։ Նայ, սա Դալմայի այգին ծանոթ եք։ Դալմայի այգին, վերջը, այս մասնի ճանապարհի վրա է։ Ուրեմն նկարելու ընթացքում, չէ՞, համարյա ամբողջ նկարը արել է։ Մեկ էլ տնամ մի հատ աղվես, չէ՞, այս մոտիկից թող նկարի։ Աղվես բերանին բան, հավը, ու բանը, ասի վրաս նկարեմ այդ աղվեսի, ու նկարեցի, շատ ուրախացա, հա ջան։ 14 թվի նկարը։ Այո, սրանք բնանկարներն են, բնանկար Եգնաձորից, Քարագլուխ գյուղ, այս Անուշիկի, Դուսվիկից նկարն է, Անուշիկը։ Հա, ինքն էլ է նկարում։ Հա, նկարում են, ոնց է նկարում, շատ ուժեղ։ Սա Գառնիում եմ արել, Գառնի, Եգնաձոր, Եգնաձորում կա։ Դուք ճանապարհորդում եք, գնում եք, նկարում եք, հա։ Գնում նկար, այո, օրերով այնտեղ մնում եմ ու սկսում եմ ստեղծագործել, այո։ Կուզեի ես նկարը տեսնել։ Որը։ Տվայտան կանվերջանալի։ Այդ ցույց կտամ։ Սիրում եմ, որ ամեն նկար հասնեմ արվեստի որակային վիճակի, որ արվեստի հոտ կա։ Նայես նկարին ու քեզ լավ զգաս։ Սրանք էսքիզներ են, նախանկարներ, ուրեմն այս պարկած կինը, ուրեմն Հովհաննես Մկրտիչի մայրն է, հղի ժամանակ, կանգնած կինը Կարմիրը,
Կարմրա դեղնավունը Մարիամ Աստվածամայրն է։ Սա էլ ասենք Քրիստոսի խաչման պատկերն է, ողբերգություն։ Սա արել եմ ուրեմն Արտաշատում Միլար Մարթի բակեր, ինքը նռան ծառ, Հույսա թողնեմ։ այո, այսպես ընդհանրական ոճով արել եմ, սա էսքիզ է, սա դարել է հետո մեծ նկար, այո, Ինչ հետաքրքիր է, որ մի հատ էսքիզ նախանկարն եք անում, հետո դրա մեծը ու երկուսն էլ պահում եք։ Սկզբից էսքիզն ենք անում, հետո նոր մեջն ենք անում, սրա մեջն էլ կա։ Այս նոր նկարը, թե չէ։ Չէ, այս տարիներ առաջ սկսել եմ, քիչ կորս կա սրա վրա, քիչ կորս, այո, այս մասերում պետք է աշխատեմ եւ այլն, հիմնական արված է, աստղերը եւ այլն։ Քանի տարի շատ գիտեմ, 10 տարի կլինի, որ սկսել եմ, պարբերաբար աշխատել եմ։ Երկար ժամանակ է մի նկարի վրա։ Բա ես հեսամի նկարել ցույց կտամ։ Աստված շան։ Հիմա ցույց կտամ։ Եկեք։ Դու արի էս կողմ, ես կամ այդ։ Այս նկարը։ Քրիստոսի մկրտությունն է, որ Հորդանան գետում Հովհաննես Մկրտիչը մկրտել է, կնքել է։ Սա մի 10-12-3 տարի առաջ եմ սկսել։ Հետևը գրած էր 10 թվին սկսել եք, 25 թվին ավարտել եք։ Ահագին ժամանակ է։ Եվ սա էլ կասեմ, որ բանը դու ասա, որ այս մեծ նկարները այդպես տարիներ է տևել մինչև սկիզբը եւ ավարտին հասնելը։ Տարիներ, 10 տարի, 15 տարի, մի քիչ, 8 տարի, 7, չգիտեմ, տարբեր։ Հասկացա։ Հիմա ինչ որ միտք ունեք, որ պլանավորում եք շուտով սկսել նկարել։ Ես ուրեմն, այո, շուտով կսկսեմ կանադառնամ։ Այս նկարի վրա քիչ աշխատանք կա, որը որ պետք է ուղղումներ անեմ, մի 2-3 հատվածներ, մասեր ու բանը կաշխատվեմ եւ կավարտվեմ։ Մի բան հարցնեմ։ Այո։ Ձեզ դուր է գալիս երիտասարդ նկարիչների գործեր, հիմա երիտասարդներ կան, անկեղծ եմ ասում, որ գործեր եմ տեսել, չէ, զարմացել եմ, ուրախացել եմ, որ այդպիսի երիտասարդ կարգին նկարիչներ կան, լուրջ, նկարիչի համար ահավոր կարևոր է լրջությունը կյանքում։ Ես սիրում եմ շատ լրջություն։ Իսկ երիտասարդ ժամանակ եք զուսպ եղել ձեր։ Երիտասարդ ժամանակ մի քիչ ուրիշ ձևի եմ եղել։ Երիտասարդական ցանկություններ շատ է եղել։ Մեղքեր գործել եմ որոշ, իհարկե, ով կա որ մեղք չի գործել։ Հասկացամ։ Այո։ Այդպես։ Մեկես այս նկարը։ Ուզեք ես էլ ցույց տալ։ Կուզենայի, ես շատ գիտեմ, կուզենայի, հա։ Եկեք նայենք։ Մի րոպե, հիմա ես բան կանեմ։ Ինչ ասեմ, սա կվերցնեմ, այնի կդնեմ։ Ուրեմն նկարի վերնագիրը, որ այլևս եղեր թող չլինի, սա էսքիզն է, ասենք նախանկարը, եւ սա էլ մեծ կատարում է, սա ավերսանք է դեպի Հայր Աստված, որ այլևս եղեր չտեսնի հայ ժողովուրդը, նկար արել եմ 5 տարում, հիմնական, երեկոյա, Մասիս սարն է, Արարատ սարն է, Արարչական սարն է, ուրեմն Գրիգոր Լուսավորչի եկեղեցին է, չէ,
Ուրեմն իրիկնամուտա, ես կարգի վրա եմ, նստած ավետարան եմ կարդում, ինչ եմ կարդում, կարդում եմ աշխարհի վերջը գալու հատվածը, որ մի օր աշխարհի վերջը գալու է, ինչպես գրված է Սուրբ ավետարանում, Արևելյան Հայաստան, չէ՞, Ձեզ Դիածանը գալիս է դեպի մեր սահմանը, ճիշտ է, և գնում է դեպի Արևմտյան Հայաստան, Դիածանը, որ պիզի կապնվի թե մարդկային առումով, թե բնության առումով, ամեն ձևի առումով, կամ ապագա միասնության առումով, որ Արևելյան և Արևմտյան Հայաստանը արդեն միասնական կլինի, սահմանը հանեն, թշնամությունը վերանա հայ ու թուրքի մեջից։ Հիմա ուզեցա ասեմ, որ ինչպես Նոյի ժամանակներն ա եղել ջրեղեղը և գրեթե շատ մեծ մասամբ մարդկության վերացումը, նույնպես էլ Քրիստոսի ավետարանի համեմատ, որ լինելու է գալու է աշխարհի վերջը։ Սա մի ահավոր բարդ թեմա է, հասկացողություններ են, որոնք որ հակիրճ հնարավոր չի ասել, հիմա պետք է չի։ Շատ լավ օրեր, շատ լավ զրույց էր, շատ շնորհակալություն։ Այո։ Ես անպայման, եթե ինձ ընդունեք հյուր, էլի կգամ ձեզ հյուր։ Շատ բարի։ Շատ շնորհակալություն, ձեզ հաջողություն։ Այո, շատ բարի, հաջող Էլեն ջան, հաջող։ Այո, սա մարգարեական նկար է, այդքան բան։